Սիրելիներ, այսօրվա խոսքը պատգամը, որ ես ուզում եմ փոխանցել, վերնագրել եմ Աստծո փափագը ամեն ժամանակներում, կամ մտերմություն, մտերիմ փոխհարաբերություն Աստծո հետ։ Սա Աստծո փափագն է։ Երբ ես պատրաստվում էի, ուսումնասիրում էի, ես ամեն ժամանակ սկսած Աստվածաշնչի հենց առաջին տողերից տեսնում եմ մի հատուկ կարմիր գիծ, երբ Աստված կամենում է, Աստված փափագում է իր ստեղծած մարդու հետ կենդանի և մտերիմ փոխհարաբերություն ունենալ։ Արդյոք մենք ի պատասխան նրա այդ փափագը ունենք թե ոչ, յուրաքանչյուրս պիտի բացահայտենք ինքներս մեզ համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մի քանի համար պիտի կարդամ Աստծո խոսքից և փորձեմ զարգացնել միտքս։ Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 1-3 հատվածն եմ կարդում, թող ձեր սրտերը չխռովվեն, Աստծուն հավատացեք, նույնպես ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, եթե այդպես չլիներ, ես ձեզ կասեի, ես գնում եմ, ձեզ համար տեղ պատրաստեմ, և եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ, և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ, որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Ամեն։ Ես տեսնում եմ Աստծո փափագը, Աստծո նպատակը, Աստծո մտադրությունը, Աստծո ծրագիրը, որ նա ուզում է, որ որտեղ ինքն է, այնտեղ էլ մենք լինենք։ Ամեն։ Ոչ թե որտեղ մենք ենք, այնտեղ ինքը, թեկուզ մենք փափագում ենք, մենք բոլորս ուզում ենք, որ որտեղ մենք ենք, այնտեղ Աստված լինի։ Մեր իրականության մեջ, ամեն, մեր դժվարությունների մեջ, մեր մարտահրավերների մեջ, մեր անհանգստությունների մեջ, մեր վախերի ու մտահոգությունների մեջ, մենք ուզում ենք, որ Աստված գա ու խառնվի, և նա գալիս է, բայց նրա մեծագույն փափագը այդտեղ մեզ հետ լինելը չէ, նրա մեծագույն փափագն է, որ մեզ այդ տեղից տեղափոխի և մեզ հասցնի այնտեղ, որտեղ ինքն է, որ մենք էլ իր հետ լինենք, որտեղ ինքն է, ամեն, և պատմության ողջ ընթացքը և Աստծո բոլոր գործերը նպատակադրված են, նպատակաուղղված են հենց այս նպատակի իրականացմանը, որ մեզ հասցնի այնտեղ, որտեղ ինքն է, ամեն, օրհնյալ լինի նրա փափագը, նրա մտադրությունը։ Նույն 14-րդ գլխի Հովհաննես ավետարան 14-ի 21-ից 23-ում ասում է, ով իմ պատվիրանները ունի և պահում է դրանք, նա է ինձ սիրողը, և նա, ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ հոր կողմից, և ես պիտի սիրեմ նրան, և ինձ պիտի հայտնեմ նրան։ Հուդան ասաց նրան, ոչ Իսկարիովտացին, Տեր, այդ ինչպես է, որ դու մեզ պիտի հայտնես քեզ և ոչ աշխարհին։ Հիսուս պատասխանեց ու ասաց նրան, եթե մեկը ինձ սիրի, իմ խոսքերը պիտի պահի, և իմ հայրը պիտի սիրի նրան, և մենք, ես ու հայրս, պիտի նրան գանք, և պիտի բնակվենք նրա հետ։ Որոշ թարգմանություններում գրված է, ես ու հայրը պիտի գանք և ընթրիք պիտի անենք նրա հետ։ Աստծո փափագն է մեզ հետ այդ մտերիմ փոխհարաբերությունը, ոչ միայն մեզ հասցնել այնտեղ, այլ այստեղից սկսած ստեղծել մի մտերմիկ, մի ջերմ, մի սիրո փոխհարաբերություն, որը մեզ կհասցնի այն հավիտենական խնջույքին, որը Աստծո մեծագույն փափագն է։ Նույն Հովհաննես ավետարանի 4-րդ գլխի 23-24 խոսքերն ասում են, Աստված հոգի է, և նրան երկրպագողները Աստծուն կերկրպագեն հոգով ու ճշմարտությունով, որովհետև Աստված այդպիսի երկրպագողներ է փնտրում իրեն համար։ Ամեն։ Աստված փնտրում է մարդկանց, երկրպագողների, ում հետ մտերիմ փոխհարաբերություն պիտի ունենա, որովհետև սա Աստծո մեծագույն
փափագն է։ Հովանես ավետարան 17-րդ գլխի 24 խոսքը ասում է. Հայր, Տեր Հիսուսի աղոթքն է իր հորը. Հայր, ես կամենում եմ, որ նրանք էլ, ում դու ինձ տվեցիր, ինձ հետ լինեն, ուր որ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ դու ինձ աշխարհի հիմնումից առաջ սիրեցիր։ Նրանք ինձ հետ լինեն, որ տեսնեն այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ինձ հետ լինեն, ինձ հետ վայելեն, որ ես այդ փառքը կիսեմ նրանց հետ։ Ամեն, օրհնյալ լինի Աստված։ Բայց այս բնաբան խոսքից ես ուզում եմ տեղափոխվել Ծննդոց գիրք, գնալ հենց սկիզբ եւ սկզբից տեսնել, որ Աստված ինքն է նախաձեռնում, ինքն է փափագում եւ ինքն է վճարում մեզ հետ այդ մտերիմ փոխհարաբերության համար։ Ամեն։ Դե մենք գիտենք, որ Ծննդոց գրքում բացի ստեղծագործությունը, կարճ ժամանակ հետո ստեղծագործությունից տեղի ունեցավ մարդու անկումը սատանայի միջոցով, սատանայի ներգործության, խաբեության միջոցով։ Եվ գիտեք, 3-րդ գլխից ուզում եմ կարդալ առաջի խոսքից. Արդ օծն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր, եւ կնոջն ասաց. հիրավի Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, եւ կինն էլ ասաց օծին, պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջ տեղում է, Աստված ասաց մի կերեք դրանից եւ դրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Եվ օծն էլ ասաց կնոջը. ամենևին էլ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն նորը, որ դուք դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք բարին ու չարը իմացող։ Եվ երբ կինը տեսավ, որ ծառը լավն էր, որպես ուտելիք եւ հաճելի էր աչքերին, եւ ծառը ցանկալի էր իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից ու կերավ, եւ իր հետ իր ամուսնուն էլ տվեց, եւ նա էլ կերավ, եւ նրանց երկուսի աչքերը բացվեցին ու հասկացան, որ մերկ են, եւ թզենու տերևներ կարեցին եւ իրենց համար ծածկոցներ շինեցին։ Եվ 8-րդ խոսքից տեսեք, ես այստեղ տեսնում եմ Աստծո այդ փափագը, որ նա ունի մարդկության հետ, իր ստեղծած հենց առաջին մարդկանց հետ։ Եվ տեսնում եմ այն նպատակը, ինչի համար Աստված ստեղծել է մարդուն, որպեսզի նրա հետ մտերիմ փոխհարաբերություն ունենա։ Որովհետև երբ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ օրվա զով պահին գալիս էր այգում զբոսնելու, նա գալիս էր իր ստեղծած մարդկանց հետ հաղորդակցվելու, նա գալիս էր նրանց հետ զբոսնելու, նա գալիս էր հանդիպելու, նա գալիս էր իր սերը նրանց փոխանցելու, նա գալիս էր իրեն նրանց հայտնելու, նա գալիս էր ուղղակի նրանց սիրելու, նրանց վայելելու, Աստված գալիս էր մարդկանց հետ հաղորդակցվելու։ Եվ հերթական անգամ, երբ Աստված եկավ, Ադամը եւ իր կինը թաքնվեցին Տեր Աստծո ներկայությունից պարտեզի ծառերի մեջ։ Այնինչ Աստծո ներկայությունը, այն մեծագույն օրհնությունն է, որ երբևէ մարդկությունը կարող է փափագել եւ հասնել եւ ստանալ ներկայություն, որ մեկս չենք փափագում Աստծո ներկայությանը։ Մենք բոլորս փափագում ենք Աստծո ներկայությանը, որտեղ մենք բոլորս գիտենք, թե որքան բացառիկ եւ որքան թանկ է Աստծո ներկայությունը, եւ մենք բոլորս գիտենք, որ ամեն հարց լուծվում է Աստծո ներկայության մեջ։ Այնինչ Աստծո ներկայությունը, որ որպես շնորհ տրված էր նրանց, նրանք ոչինչ չունեին անելու, որ ունենային Աստծո ներկայությունը, նրանք պարզապես պիտի սպասեին օրվա զով ժամին, որ Աստված այցելեր նրանց։ Ու Աստված այցելել է, բայց նրանք թաքնվում են պարտեզի ծառերի մեջ։ Թաքնվում են, եւ Տեր Աստված կանչում է Ադամին ու ասում. «Ուր ես»։ Եվ նա էլ ասաց. «Քո ձայնը պարտեզում լսեցի ու վախեցա, որովհետև մերկ էի ու թաքնվեցի»։
Եվ Աստված ասաց, ով ասաց քեզ, որ դու մերկ ես, արդյոք այն ծառից, որ քեզ պատվիրել էի չուտել, դու կերել ես։ Եվ մարդն ասաց, այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցիր, նա տվեց ինձ այդ ծառից ու կերա։ Եվ Տեր Աստված ասաց կնոջ, այդ ինչ ես արել, կինն էլ ասաց, օձը ինձ խաբեց։ Մեծագույն հարցը, որ ես այստեղ տեսնում եմ, ով ասաց, որ դու մերկ ես։ Ով ասաց, որ դու մերկ ես։ Գիտեք, մերկությունը, թե հոգևոր, թե ֆիզիկական, Աստծո նախանձավորությունը շարժեց, որտեղ դա մի հարց է, որը կապված է ամենամտերիմ, ամենաջերմ փոխհարաբերության հետ։ Եթե մեկը կա, որ կարող է ճանաչել քեզ, եթե մեկը կա, որ կարող է բացահայտել քո մերկությունը, եթե մեկը կա, որ կարող է ծածկել քո մերկությունը կամ ճանաչել կամ իմանալ կամ քեզ տեղեկացնել, եթե մեկը կա, դա Աստված է։ Եթե մեկը կա, որ իրավունք ունի ճանաչելու քո բոլոր խորությունները, քո բոլոր տկարությունները, թերությունները, քո ներաշխարը, քո սրտի ծածուկ գանձերը, դա Աստված է։ Եվ մենք ունենք մի փոխհարաբերություն, որտեղ միայն ես գիտեի, որ դու մերկ ես, եւ ես էի, որ մինչև այս պահը քո մերկությունը ծածկում էի, նույնիսկ դու չգիտեիր, որ դու մերկ ես։ Դա մեր ամենամտերիմ փոխհարաբերությունն էր։ Եվ դու ում ես թույլ տվել մտնել մեր փոխհարաբերության մեջ։ Դու ում առաջ ես բացվել։ Դու ում առաջ ես բացել քո սիրտը, քո ծածուկ բաները, քո ներաշխարը, քո գաղտնիքները, դու ում ես ծախել մեր ամենաթանկ փոխհարաբերությունը։ Ով ասաց քեզ, որ դու մերկ ես։ Բաներ կան, որ պատկանում են մենակ մեզ եւ Աստծուն։ Ամեն։ Խոսքեր կան, արցունքներ կան, հույզեր կան, էմոցիաներ կան, լռություն կա, ժամանակ կա, որ պատկանում է ինձ ու Աստծուն, եւ ուրիշ ոչ մեկ այդտեղ լինելու իրավունք չունի։ Եվ ամենամեծ նախանձավորությունը հենց սրանում է։ Ով քեզ ասեց, ում առաջ բացվեցիր, ում փոխանցեցիր այն թանկ փոխհարաբերությունը, որ ունեինք ես ու դու։ Եվ Աստված հենց ինքն էլ կնախաձեռնի այդ հարցի լուծումը, որովհետև Աստված գիտի, որ մարդը երբեք այդ խնդիրը լուծել չի կարող։ Մարդու լավագույն մտքի թռիչքը կարող է լինել թզի տերևը։ Մաքսիմում։ Այնինչ Աստված զոհ անելով նրանց համար կաշվից հանդերձներ կշինի ու կծածկի նրանց ֆիզիկական մերկությունը, որը խորհրդանշում էր մի մեծ իրադարձություն, մի մեծ տիեզերական իրադարձություն, որ գալու էր ժամանակ, եւ այն մարգարեական նշանակություն ուներ, որ գալու էր ժամանակ, որ Աստված իր որդուն պիտի զոհեր խաչի վրա եւ նրա որդու զոհի միջոցով էլ պիտի ծածկեր մեր հոգևոր մերկությունը։ Ամեն, օրհնյալ լինի նրա անունը։ Առաջ գնալով ուզում եմ ասել, որ ես տեսնում եմ, որ Ադամը սովորեցրել էր իր որդիներին Տիրոջը զոհ անել, Տիրոջ երեսը փնտրել, եւ մենք տեսնում ենք Կայենին ու Աբելին, որոնք Տիրոջ առաջ զոհաբերության էին գնացել, եւ արդյունքում ամեն դեպքում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, որ նախանձի պատճառով կամ չարության պատճառով
Կայենը սպանեց իր եղբոր Աբելին։ Գիտեք, այստեղ մի բան նկատեցի, Աստված շարունակում է նրանց հետ խոսել եւ Աստված ավելի շատ խոսում է Կայենի հետ։ Եթե դուք 4-րդ գլխում նկատեք, եւ Տերը Կայենին ասաց 4-րդ գլխի 6-րդ խոսքից Աստված խոսում է Կայենի հետ, մարդասպան Կայենի հետ։ Տերը Կայենին ասաց. ինչու ես բարկացել, ինչու ես երեսդ կախել, եթե բարին անես չես ընդունվի, բայց եթե բարին չես անում, մեղքը դրանդ մոտ պարկած է եւ նա քեզ է ցանկանում, բայց դու պետք է իշխես նրա վրա։ Եվ Կայենը իր Աբել եղբոր հետ խոսեց ու եղավ ու երբ նրանք դաշտում էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Աբելի դեմ ու սպանեց նրան։ Եվ Տերն ասաց Կայենին. ես նկատում եմ, որ Աստված շարունակում է խոսել Կայենի հետ, որտեղ նա առաջին սերունդն է Ադամից հետո։ Ուր է եղբայրդ Աբելը, եւ նա ասաց. չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ, եւ նա էլ ասաց. ինչ ես արել, քո եղբոր այրան ձայնը գետնից աղաղակում է ինձ, եւ հիմա դու անիծյալ ես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ այրունը քո ձեռքից ընդունելու, երբ հողը մշակես նա այլևս իր զորությունը չի տա քեզ, երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինես։ Եվ Կայենն էլ ասաց Տիրոջը. իմ պատիժն ավելի մեծ է, քան ես կարող եմ կրել։ Ահա ինձ այսօր երկրի վրայից արտաքսեցիր, եւ քո երեսից պիտի թաքնվեմ ու երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ, եւ կլինի այնպես, որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանի, եւ Տերն էլ ասաց նրան։ Խոսակցությունը շարունակվում է։ Տերն էլ ասաց նրան. ուրեմն ով որ Կայենին սպանի, նրանից 7 վրեժ առնվի, եւ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որ ամեն ոք, որ նրան գտնի, չսպանի նրան։ Ինչու՞։ Որովհետև Աստված փափագ ունի վերականգնելու մարդու հետ փոխհարաբերությունը, լուծելու մարդու մեղքի խնդիրը։ Աստված նշան կդնի մարդասպանի վրա նույնիսկ, որպեսզի ոչ ոք նրան բան չանի, վնաս չպատճառի։ Բայց ամենամեծ խնդիրը, սիրելիներ, որ ես հաջորդ խոսքում ցույց կտամ, ամենամեծ խնդիրը այն չէ, որ մարդը սպանել կամ ինչ-որ մեղք է գործել։ Դա չէ ամենամեծ խնդիրը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ 16 խոսքում գրված է, եւ Կայենը Տիրոջ ներկայությունից հեռացավ ու Նայիդ երկրում բնակվեց Եդեմի պարտեզում։ Եդեմի արևելքում, ներողություն։ Դու հեռացար մեկի ներկայությունից, ով քո միակ պահապանն է երկրի վրա, ով քո արածի համար դու գիտես, դու ինքդ վկայում ես, որ ով որ ինձ բռնի սպանելու է։ Ես այնպիսի մի բան եմ արել։ Եվ միակ պահապանդ երկրի վրա նա է, ով նշան է դրել քո վրա, որ քեզ վնաս չտան։ Բայց այս մարդը վերցրեց ու հեռացավ Աստծուց։ Այնինչ Աստված ուզում էր ասել. ես եմ քո հարցի լուծողը, ես եմ քո խնդրի լուծողը, ես եմ քեզ վերականգնողը։ Եվ մինչև հաջորդ սերունդը այլևս Աստծո հետ հաղորդակցություն չկա, եւ 4-րդ գլխի 26-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ 25-26-ում Ադամը դարձյալ իր կնոջը գիտեցավ եւ նա մի որդի ծնեց եւ նրա անունը Սեթ դրեց, որտեւ ասաց Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը, եւ Սեթին էլ մի որդի ծնվեց եւ նրան Ենովս անվանեց։ Այդ ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Տիրոջ անունը։ Մինչ այդ Կայենը, որ գնացել էր, հեռացել, Նայիդ երկրում բնակվել, կին էր առել, սերունդներ էր ունեցել, մարդկությունը շատացել էր, ոչ մեկ Աստծուն չի կանչում։ Կտրված է հաղորդակցությունը Աստծո հետ։ Եվ Ենովսի ծնվելուց հետո գրված է մարդիկ նորից սկսեցին փնտրել Աստծուն, կանչել Տիրոջ անունը։ Օրհնյալ լինի Աստված, որ Ենովսներ պարգևելով վերականգնում է փոխհարաբերությունը։ Ամեն։ Ես չգիտեմ Ենովսի ծնվելուց հետո, երբ որ կանչեցին Տիրոջ անունը,
Տերը պատասխանեց, չպատասխանեց, փոխհարաբերությունը վերականգնվեց, թե ոչ, չգիտեմ, որովհետև պարզապես կարդալով 5-րդ գլուխը ես տեսնում եմ, որ սա ծնեց նրան, նա ծնեց նրան, սա ապրեց, այսքան տարի նա ապրեց, այնքան տարի ապրեց, այսքան ծնեց, այս ինչին նա ապրեց, այսքան ծնեց, այն ինչին նա ապրեց, այնքան ծնեց, այն ինչին։ Մինչև 7-րդ սերունդը 20 խոսքից 5-րդ գլուխ եւ Հարեդի բոլոր օրերը 962 տարի եղան եւ մեռավ եւ 19 խոսքից եւ Հարեդը Ենովքին ծնելուց հետո 800 տարի ապրեց ու տղաներ ու աղջիկներ ծնեց եւ Հարեդի բոլոր օրերը 962 տարի եղան եւ մեռավ եւ Ենովքը 65 տարի ապրեց ու ծնեց Մաթուսաղային եւ Ենովքը Աստծո հետ քայլեց Մաթուսաղային ծնելուց հետո 300 տարի եւ տղաներ ու աղջիկներ ծնեց եւ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղան եւ Ենովքը Աստծո հետ քայլեց եւ չէր գտնվում, որովհետեւ Աստված առավ նրան։ Գիտեք ինչ նկատեցի։ Նկատեցի, որ մինչև իրեն այդ 6 սերունդները գրված էր սա ապրեց այսքան տարի, ունեցավ այսինչին, դրանից հետո ապրեց այսքան տարի ու մեռավ։ Նա էլ ապրեց այսքան տարի, ծնեց այսինչին ծնելուց հետո այսքան տարի էլ ապրեց ու մեռավ, մինչ հասանք Ենովքին, օրհնյալ լինի Ենովքը։ Ենովքն էլ ապրեց 65 տարի, մինչև որ ծնեց Մաթուսաղային։ Ես չգիտեմ Մաթուսաղային ծնելուց ինչ ա եղել, ինչ խնդիր ա եղել, ինչ հարց ա եղել, ինչ հրաշք ա եղել, ինչ հրաշքով ա ծնվել Մաթուսաղան, միգուցե մեռած ա ծնվել, Աստված հարություն ա տվել, ես չգիտեմ ինչ խնդիրով ա ծնվել, բայց հասկանում եմ մի բան, ինչպես Ենովսի ծնվելուց սկսեցին կանչել Աստծո անունը, այնպես Մաթուսաղայի ծնվելով Ենովքի կյանքում մի բան փոխվեց, նրա համար արդեն կվկայվի, որ նա քայլեց Աստծո հետ։ Մինչ այդ նա ապրում էր բոլորի նման, ու ես նկատեցի երկու արտահայտություն, ոմանք ուղղակի ապրում են, իսկ ոմանք քայլում են Աստծո հետ։ Երանի թե Ենովքի նման մեզ համար էլ վկայվի, որ այս մարդը քայլեց Աստծո հետ։ Ինչ որ մեկը ապրեց այսքան տարի, իսկ ինչ որ մեկը Աստծո հետ քայլեց այսքան տարի։ Ամեն։ Երանի թե յուրաքանչյուրիս համար վկայվի, որ այսքան տարի ապրելուց հետո, երբ նա հանդիպեց Աստծուն, երբ նա ապաշխարեց ու իր կյանքը տվեց Աստծուն, դրանից հետո այսքան տարի քայլեց Աստծո հետ։ Ամեն։ Ենովքը քայլեց Աստծո հետ։ Ինչ էր Աստծո հետ քայլելը շատ կուզենամ հասկանալ, ամենայն խորությամբ, թեկուզ որ Աստծո խոսքը ուսումնասիրելով մի փոքր պիտի իրար հետ այսօր խորհենք։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում քայլել Աստծո հետ, բայց նա 300 տարի քայլեց Աստծո հետ եւ նրա համար վկայվեց դա։ Աստծո հետ քայլելու համար նվիրում է պետք, սիրելիներ։ Գիտեք ինչու, առաջին բանը, որովհետև Ենովք թարգմանաբար նշանակում է նվիրում։ Նվիրում։ Առաջին բանը, որ ես գտա, ուղղակի Աստծուն նվիրվել է պետք։ Ուղղակի մեր կյանքն Աստծուն նվիրել է պետք։ Նրա ճանապարհները փնտրել է պետք։ Նրա կամքը փնտրել է պետք, նրա երեսը փնտրել է պետք։ Նրա ներկայությունը փնտրել ու նրա ներկայության մեջ մնալ է պետք։ Այնինչ ոմանք ունենալով Աստծո ներկայությունը ուղղակի հեռացան նրա ներկայությունից։ Ամեն։ Տերը օրհնի մեզ, որ կարողանանք իր շնորհքով եւ իր օգնությամբ քայլել իր հետ։ Եբրայեցիս 11-րդ գլխի 5-6 խոսքերը կվկայեն, կասեն Ենովքին Աստված փոխադրեց, որ մահ չտեսնի, քանի որ նրա համար վկայվեց, որ
հաճելի է Աստծուն։ Իսկ Աստծուն հաճեցնողը նախ պիտի հավատա, որ Աստված կա ու իրեն սիրողներին վարձահատույց է լինում։ Իսկ եթե վկայության առիթ լինի յուրաքանչյուրիս համար, ինչ կվկայվի մեզ համար։ Ենովքի համար վկայվեց, որ քայլեց Աստծո հետ, Ենովքի համար վկայվեց, որ հաճելի էր Աստծուն։ Եթե ինձ ու քեզ համար վկայություն լինի, ինչ կվկայի երկինքը ինձ ու քեզ համար։ Սա անձնաքննություն յուրաքանչյուրիս համար։ Ամեն։ Ինչ կվկայի երկինքը մեզ համար, եթե առիթ լինի լսելու այդ վկայությունը։ Ես հասկանում եմ, որ Աստծո հետ քայլելու եւ նրա հետ մտերմության արդյունքում Աստված իր գաղտնիքները հայտնում է մարդկանց, որովհետեւ Ենովքի մասին եւս մեկ տեղ կա, 3 տեղ ամբողջ Աստվածաշնչում, մեկ Ծննդոցում, մեկ Եբրայեցիս 11-ում, մեկ էլ կհիշատակի Հուդան, մեկ խոսք ընդամենը կհիշատակի Հուդայի մասին, կասի Ենովքն էլ մարգարեացավ Տիրոջ գալուստի մասին, ահա գալիս է Տերը վրեժ լուծելու բոլոր ամբարիշտներից, իր դատաստանը տեսնելու։ Ծննդոց 5-րդ գլխում, Ադամից հետո 7-րդը լինելով, նախահայրերի ժամանակաշրջանում ապրող Ենովքը արդեն կմարգարեանա Տիրոջ երկրորդ գալուստի մասին, որովհետև Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունեցողը Աստծո գաղտնիքներն է վայելում, Աստծո խորունկ բաները։ Ամեն։ Որովհետև Ամովսն էլ կասի 3-րդ գլխի 7-րդ խոսքում, հիրավի Տեր Աստված ոչինչ չի անի, եթե իր գաղտնի խորհուրդը չհայտնի իր ծառաներին ու մարգարեներին։ Օրհնյալ լինի Աստված։ Ենովքից հետո շարունակեցին ապրել։ Նորից ապրել, նորից սերունդ ունենալ, նորից ապրել, նորից սերունդ ունենալ, մինչև որ կհասնեն մեկ այլ անձնավորության, մեկ այլ սերնդի, որի անունն էր Նոյ։ Մինչ Նոյը գրված էր, երբ Ենովքը վերցվեց, փոխադրվեց, դրանից հետո ամեն դեպքում որևէ վկայություն չկա Աստծո հետ փոխհարաբերության, ավելին վկայություն կա, որ Աստված տեսավ, որ մեծ է 6-րդ գլխի 5-րդ խոսքը Ծննդոց, որ մեծ է մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այն ժամանակ Տերը զղջաց, որ մարդ ստեղծեց երկրի վրա եւ տրտմեց իր սրտի մեջ։ Եվ Տեր Աստված ասաց. երկրի երեսից ջնջելու եմ ամեն մարդու, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասուն, մինչև սողունը, մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ։ Ես չգիտեմ Ենովքի վերցվելուց հետո ինչա տեղի ունեցել, բայց մեկ բան կա Աստծո վկայությունը, մարդիկ չարացել են, մարդիկ պղծվել են, երկիրը լցված է պղծությամբ ու չարությամբ, մարդկանց բոլոր խորհուրդները չար են, նրանց բոլոր սրտի խորհուրդներն ու մտադրությունները, այն աստիճան, որ Աստված կորոշի ջնջել ողջ ստեղծագործությունը, բայց մի հատ բայց կա, ինչը կարող է Աստծուն հետ պահել իր հավիտենական մտադրությունից, ինչը կարող է խանգարել Աստծուն, որ իր փափագն իրականացնի, իսկ նրա փափագն է մարդու հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալ, իր արարած մարդուն ունենալ այնտեղ, այն սիրո խնջույքի մեջ, որ ուզում է մեզ տեղափոխել այնտեղ, ամեն, ու դրա համար Նոյը Տիրոջ աչքում շնորհք կգտնի, Աստված կգտնի մեկին, այդ ամենի մեջ Աստված կգտնի մեկին, Աստված կպահի մեկին,
որ ու նրա համար կվկայի, որ Նոյը Աստծո աչքում շնորհք գտավ։ Այս է Նոյի ծննդաբանությունը։ Նոյը մի արդար ու կատարյալ մարդ էր իր սերնդում, եւ Նոյը Աստծո հետ քայլեց։ Ահա հերթական մեկը, որ քայլեց Աստծո հետ։ Օրհնյալ լինի Նոյը։ Օրհնյալ լինեն Աստծո հետ քայլողները։ Նորից նույն հարցը կտամ ինձ ու քեզ։ Եթե մեզ համար վկայություն լինի, արդյոք կվկայվի, որ ես ու դու շնորհք գտանք Աստծո աչքում։ Ամեն, որովհետև շնորհք գտավ, որովհետև այդ մարդը արդար ու կատարյալ էր իր սերնդի մեջ, իր ժամանակի մեջ, իր դարաշրջանի մեջ արդար ու կատարյալ էր, որովհետև Նոյը քայլեց Աստծո հետ։ Օրհնյալ լինեն Աստծո հետ քայլողները։ Օրհնյալ լինեն արդարները, օրհնյալ լինեն նրանք, ովքեր իրենց Տիրոջ կատարյալ ճանապարհներն են փնտրում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նոյից հետո սերունդները կբազմանան։ Նոր սկիզբ կլինի, նոր սերունդներ, մարդիկ կշատանան, կտարածվեն երկրով մեկ, կապստամբեն Աստծո դեմ, մինչև նորից Աստված կգտնի մեկին։ Նույն պատմությունը շարունակվում է։ Նորից կշատանան, նորից կհեռանան Աստծուց, նորից կկորցնեն Աստծո ճանապարհները, նորից կդադարեն Աստծո հետ քայլել, նորից կդադարեն փնտրել Աստծո ներկայությունը, Աստծո երեսը, կլցնեն երկիրը իրենց չարությունով, բայց Աստված նորից այդ հեթանոսների մեջից կփնտրի մեկին եւ կգտնի մեկին եւ որի հետ կսկսի խոսել, որին նորից նոր սկիզբ կդարձնի եւ նրա անունն է Աբրամ։ Եվ Աստված ասեց Աբրամին. մինչ այդ էլ մեկը չկա, որի հետ Աստված խոսել է։ Հաջորդ մեկը, որի հետ նորից Աստված կխոսի, Աբրամն է, կասի դուրս եկ քո երկրից ու քո ազգականներից եւ քո հորտնից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ, եւ ես քեզ մեծ ազգ կդարձնեմ, եւ քեզ կօրհնեմ, եւ քո անունը կբարձրացնեմ, եւ դու օրհնություն պիտի լինես։ Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին եւ պիտի անիծեմ քեզ անիծողներին, եւ երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն։ Եվ Աբրամը գնաց, ինչպես ասել էր Տերը։ Օրհնյալ լինեն Աբրամները։ Ամեն։ Աբրամները, որոնք կդառնան Աբրահամ։ Աբրահամ Աստված կփոխի նրան, կփոխի նրա անունը, կփոխի նրա բնակության տեղը, Աբրամի նպատակները կփոխի, Աբրամի արժեհամակարգը կփոխի, Աբրամի մտադրությունները կփոխի, Աբրամի ցանկությունները կփոխի, երազանքները կփոխի, նրան կդարձնի Աբրահամ, նրան կդարձնի նոր սկիզբ, նրան կդարձնի հայր, նրան կդարձնի նահապետ եւ նրա միջոցով կօրհնի մնացած ողջ մարդկությանը։ Ամեն։ Օրհնյալ լինի Աբրամը, որ լսում է Աստծուն։ Օրհնյալ լինենք ես ու դու, որ որոշում կկայացնենք լսել Աստծուն եւ թույլ տալ, որ նա փոխի մեզ։ Մեզ հաստատի իր ճանապարհների մեջ, մեզ հաստատի իր կամքի մեջ, մեզ հաստատի իր սրտի փափագների մեջ։ Ես արագ ուզում եմ առաջ անցնել, մենք կտեսնենք Աստծո խոստումը Աբրահամին, մենք կտեսնենք Աստծո օրհնությունը Աբրահամին, մենք կտեսնենք Աստծո պաշտպանությունը Աբրահամին, կտեսնենք Աստծո հոգատարությունը Աբրահամին, մենք կտեսնենք Աստծո ուխտը Աբրահամի հետ։ Ինչու? Որովհետև ամեն ժամանակ Աբրահամը ոչ միայն կլսի Աստծուն, այլ Աբրահամը զոհասեղան կշինի Տիրոջ համար եւ ամեն ժամանակ կկանչի Տիրոջ անունը։ Որտեղ որ Տերը նրան կտեղափոխի, առաջին բանը որ նա կանի, նա զոհասեղան կշինի եւ կկանչի Տիրոջ անունը ու կերկրպագի նրան եւ զոհեր կմատուցի իր Աստծուն, անուշահոտ պատարակներ կբարձրացնի, որտեվ նա հասկացել է մի բան. պետք է քայլել Աստծո հետ, պետք է կենթանի փոխհարաբերություն պահել Աստծո հետ, պետք է
գնահատել այն կենթանի հաղորդակցությունը, այն ներկայությունը, որ Աստված շնորհել է իրեն։ Ամեն։ Աստված օրհնի մեզ, իմաստություն տա մեզ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Հաջորդ մարդը, որ Աբրահամից հետո ես տեսնում եմ, Մովսեսն է։ Նրա համար կվկայվի, որ Աստված նրա հետ դեմարդեմ էր խոսում։ Աստծո ներկայությունը եւ նրա հետ կենթանի հաղորդակցությունը մեզ առանձնացնում է բոլոր մարդկանցից, սիրելիներ։ Ելից 33-ի 11-ից 16-ում ես միտքն եմ ուզում ասել, ժամանակի պատճառով չկարդալ, ասում եմ քո ներկայությունը եւ քեզ այդ հաղորդակցությունն է, որ մեզ առանձնացնում է երկրի բոլոր ազգերից եւ ժողովուրդներից։ Սիրելիներ, մենք բոլորս ապրում ենք մեր երկրի մեջ, ապրում ենք մեր ժողովրդի մեջ, մեր ազգի մեջ, ճիշտ է, մեր հայրենակիցների մեջ, մենք նման ենք նրանց մեր ֆիզիոնոմիայով, մենք նման ենք մեր հագուկապով, մենք հենց ապրում ենք նրանց կողքը, նրանց հարևանությամբ, մենք աշխատում ենք այն վայրերում, որտեղ նրանք աշխատում են, մենք քայլում ենք այն ճանապարհներով, որտեղով նրանք են քայլում, մենք այն նույն տրանսպորտն ենք նստում, որ նրանք են նստում, մենք ապրում ենք, մենք ունենք նույն խնդիրները, նույն մարտահրավերները, նույն սոցիալական իրավիճակը։ Բայց մեկ բան կա, Աստծո խոսքն ասում է, որ մեզ տարբեր է դարձնում, առանձնացնում է այդ մարդկանցից, դա Աստծո հետ կենթանի հաղորդակցությունն է։ Ամեն։ Ամեն, օրհնյալ լինի Տերը, նրա հետ հաղորդակցությունն է, որը ինձ առանձնացնում է նրանցից։ Մովսեսի համար նույնիսկ կվկայվի, որ նրա մահը Աստծո ներկայության մեջ եղավ։ Երկրորդ Օրինաց 34:5-ում գրված է. «Եվ Մովսեսը մեռավ Տիրոջ խոսքի համաձայն»։ Այդ արտահայտությունը, Տիրոջ խոսքի համաձայն արտահայտությունը եբրայերեն բնագրում գրված է. «Մովսեսը մեռավ Եհովայի բերանի վրա»։ Եվ հրեա ռաբբիները իրենց մեկնությունների մեջ այսպես են մեկնաբանում, ասում են. Մովսեսը մեռավ Աստծո համբույրով։ Մարդը մինչև իր վերջին պահը Աստծո հետ կենթանի հաղորդակցության մեջ ապրեց։ Նույնիսկ նրա մահը այնքան սուրբ էր Աստծո համար, որ գրված է եւ Աստված նրա մարմինը թաղեց։ Միակ մարդը տիեզերքի պատմության մեջ, որի համար կվկայվի, որ Աստված նրան թաղեց, որ մեկի ձեռքը Մովսեսի մարմնին չկպնի, նույնիսկ նրա մարմինն է թանկ Աստծո համար, որտեղ Աստված այդ մարմնի մեջ եղող Մովսեսի հետ է շփվել։ Որտեղ Մովսեսը այդ մարմնով է Աստծո երեսը փնտրել, ինքը այդ բերանով է աղոթել, ինքը այդ աչքերով է տեսել Աստծո ներկայությունը, թեկուզ նրա հետևից, նրա մեջքը։ Աստված այդ Մովսեսի հետ է խոսել, ու այնքան թանկ է Աստծո համար այս հարաբերությունը, որ Աստված նրա մարմինը կթաղի, որ մեկի մատը չկպնի Մովսեսին։ Ու ոչ էլ տեղն իմանան, որ հանկարծ չպղծեն կամ կուրկ չսարքեն, որովհետև դա թանկ է Աստծո համար։ Աստծո համար յուրաքանչյուրս թանկ ենք։ Գիտեք ինչու։ Որովհետև նա իր որդուն զոհեց մեզ համար։ Մենք բոլորս թանկ ենք Աստծո համար։ Երանի թե կարողանայինք Տիրոջ շնորհքով Մովսեսի նման գնահատել Աստծո ներկայությունը, որովհետև երբ այն առաջարկը, որ Մովսեսն ուներ, երբ Աստված նրան ասում էր, արի ես խստապարանոց ու կարծրասիրտ ժողովրդին, այս չար ու շնացող ժողովրդին ոչնչացնեմ եւ քեզնից նոր ազգ ստեղծեմ։ Չէ, միայն իմ վրայով անցիր Տեր, ինձ սպանիր, մեկ տարբերակ կա եւ մեկ խնդրանք, մենք որևէ տեղ չենք կարող գնալ, եթե քո ներկայությունը մեզ հետ չլինի,
որովհետև մեզ խոստացված երկիրը չի պետք։ Մեզ կաթ եւ մեղր բխող այդ բնությունը, ծառերը կամ գյուղատնտեսությունը չի պետք։ Մեզ բնական հանածոները չեն պետք։ Մեզ լավ կյանքը չի պետք։ Ամենաթանկ բանը, որ մենք կարող ենք ունենալ, դա քո ներկայությունն է։ Ու եթե քո ներկայությունը մեզ հետ չգա, իմաստ չկա տեղ գնալու։ Իմաստ չկա։ Ամեն, ամենաթանկ բանը, սիրելիներ, Աստծո ներկայությունն է եւ նրա հետ մտերիմ փոխհարաբերությունը։ Օրհնյալ լինի Տերը։ Եբրայեցիս առաջի գլուխ, ուզում եմ նոր կտակարան տեղափոխվել, Եբրայեցիս առաջի գլուխ 1-2 խոսքերը կասեն Աստված, որ շատ անգամներ, շատ կերպերով սկզբից խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջին օրերում մեզ հետ իր որդու միջոցով խոսեց, ում ամեն բանի ժառանգ կարգեց, ում միջոցով նույնպես աշխարհները ստեղծեց։ Օրհնյալ լինի Աստված, որ շատերի հետ, շատ կերպերով խոսելուց հետո մեզ հետ իր որդու միջոցով խոսեց։ Մեզ մոտեցավ իր որդու միջոցով, ինչու որպեսի նրան հավատացողը չկորչի, որպեսզի նրա հավիտենական փափագն իրականանա, որպեսզի նա իր որդու միջոցով ծնի մի ժողովուրդ, ով նրա հետ հավիտենության մեջ սիրո խնջույքին մասնակից պիտի լինի, ով հավիտենության մեջ պիտի լինի այնտեղ, որտեղ ինքն է, ով պիտի ճանաչի նրա փառքը, այդ ժողովուրդը պիտի վայելի նրա փառքը, այդ ժողովուրդը պիտի վայելի այն սերը, որով հայրը սիրում է որդուն։ Հայր, ուզում եմ, որ նրանք ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ, որպեսզի նրանք տեսնեն, որ դու ինչպես ինձ ես սիրում, նույնպես նրանց ես սիրում։ Ամեն, օրհնյալ լինի Աստված։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 3-5 խոսքերն ասում են. օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով, այն անեղծանելի, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է մեզ համար, ովքեր պահպանված են Աստծո զորությամբ հավատքի միջոցով փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։ Եվ երկրորդ գլխի 9-ից եմ կարդում. բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, նրան պատկանող ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա փառաբանությունները, ով խավարից ձեզ իր սքանչելի լույսին կանչեց, որ անցյալ ժամանակում դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդն եք, դուք որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա ողորմություն գտաք։ Օրհնյալ լինի Աստված, որևէ բան ես դրա համար չեմ արել։ Աստված մեզ ընտրել է Հայր Աստծո կանխագիտության միջոցով, ինչպես Պետրոսն է ասում, նա մեզ դարձրել է սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, սուրբ քահանայություն իր որդու զոհի միջոցով։ Նորից ես տեսնում եմ Աստծո նախաձեռնությունը, ինչպես ծածկեց Ադամի ու Եվայի մերկությունը, այդպես էլ վերջին ժամանակներում նա իր որդիով հայտնվեց մեր կյանքում, որպեսզի նրա միջոցով ծածկի մեր հոգևոր մերկությունը, ոչ միայն ծածկի, այլ մեզ հագցնի այն, ինչ որ ուզում է տեսնել մեր վրա, մեր մեջ բերի իր երազանքները, մեր մեջ բերի իր արժեհամակարգը, մեզ ճանաչեցնի իր սերը, մեզ ճանաչեցնի իր ճանապարհները, որպեսզի մենք փափագենք ու սիրենք իր ներկայությունը, որպեսզի մենք ամուր բռնենք նրա հետ կենթանի հաղորդակցությունը ու գնահատենք այն, որովհետև կյանքը նրա հետ հաղորդակցության մեջ է։ Ամեն, ամեն, օրհնյալ լինի Աստված։ 3 բան, որ ես տեսնում եմ, արագ ուզում եմ ասելու առաջ գնալ,
Աստծո հետ կենթանի հաղորդակցության արդյունքում 3 օրհնություններ են տեղի ունենում մարդու կյանքում։ Առաջինը դա փրկությունն է։ Երբ Աստված որոշում է հաղորդակցվել մեզ հետ, մեր կյանքում գալիս է փրկություն, որովհետև առանց փրկության, առանց վերստին ծննդի անհնար է Աստծո հետ հաղորդակցություն ունենալ։ Ամեն։ Եվ եթե այստեղ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են եկել եւ ովքեր դեռ իրենց կյանքը Տիրոջը չեն տվել, ովքեր Հիսուսին չեն ընդունել որպես Տեր ու Փրկիչ, ովքեր վերստին ծնունդ չունեն, ապա ես քաջալերում եմ, որ քիչ հետո, երբ մենք աղոթքի կկանգնենք, առաջ եկեք, որպեսզի իրար հետ աղոթենք, որպեսզի կանչենք նրա անունը եւ խնդրենք, որ նա փրկություն բերի բոլորիս կյանքերի մեջ։ Ամեն։ Երկրորդ բանը, որ ես տեսնում եմ, դա փոփոխությունն է։ Հնարավոր չէ Աստծո հետ կենթանի փոխհարաբերություն ունենալ եւ չփոխվել։ Հնարավոր չէ։ Ամեն։ Ես ուզում եմ փոխվել։ Ես ուզում եմ փոխվել։ Վահան եղբայր, դու հələ չես փոխվել։ Ես ուզում եմ փոխվել։ Ես ուզում եմ նրա նման լինել, որովհետև նրա գերագույն նպատակներից մեկն է, որ մեզ կերպարանակից դարձնի իր որդու պատկերին, որ մենք նման լինենք մեր անդրանիկ եղբորը Հիսուս Քրիստոսին, որ մենք արժանի լինենք մեր Աստծուն։ Ինչպես Մատթեոս 5-րդ գլխում կասի, որպեսզի դուք կատարյալ լինեք, ինչպես ձեր երկնավոր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է, որ ձեր հոր որդիները լինեք։ Դուք այսպես արեք, այսպես արեք, այսպես արեք, որպեսզի ձեր հորը նման լինեք։ Հնարավոր չէ Աստծո հետ հաղորդակցություն ունենալ ու չփոխվել։ Ամեն, օրհնյալ լինի Աստված։ Եվ երրորդ բանը, որ ես տեսնում եմ, հաղորդակցության արդյունքում մենք սկսում ենք ճանաչել նրան, ճանաչել նրա սերը, ճանաչել նրա խորությունները, ճանաչել նրա սիրտը, նրա արժեհամակարգը, նրա փափագները, ճանաչել նրա անձը, նրա էությունը։ Եսայա 1:3-ում մարգարեն կասի, Եզը, նույնիսկ Եզը ճանաչում է իր Տիրոջը, Էշն էլ ճանաչում է իր Տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ինձ չի ճանաչում եւ իմ ժողովուրդը ուշադրություն չի դարձնում ինձ վրա։ Տեր իմ Աստված, Տերը պահապան լինի մեզ, որ երբեք մեզ համար վկայություն չլինի, թե սրանք չեն ճանաչում իրանց Տիրոջը։ Ամեն։ Եթե վկայություն, ապա սա այն ժողովուրդն է, որ Տիրոջ անունով է կանչված։ Սա այն ժողովուրդն է, որ ճանաչում է իր Աստծուն։ Սա այն ժողովուրդն է, որ քայլում է իր Աստծո ճանապարհներում։ Սա այն ժողովուրդն է, որ առանձնանում է մնացած բոլորից, որովհետև իր Աստծո հետ կենթանի հաղորդակցություն ունի։ Ամեն։ Օրհնյալ լինի Տերը, թող գա Աստծո օրհնությունը մեր կյանքի մեջ։ Ես ուզում եմ վերջաբանին գալ, պիտի խնդրեմ, որ փառաբանության խումբը վերև գա։ Առաջի Կորինթացիս 1:9 կասի, հավատարիմ է Աստված, ում միջոցով դուք կանչվեցիք իր որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդակցությանը։ Հավատարիմ է Աստված, այն որ ես ու դու որևէ արժանիք չունենալով կանչվել ենք Աստծո հետ, նրա որդու հետ կենթանի հաղորդակցություն ունենալու, դա Աստծո հավատարմության պատճառով է։ Ամեն։ Նա հավատարիմ է իր փափագին, նա հավատարիմ է իր սրտին, նա հավատարիմ է հոր կամքին, նա հավատարիմ է իր էությանը եւ նրա հավատարմության պատճառով նա ինձ ու քեզ կանչեց։ Մենք որևէ արժանիք չունեինք, որևէ բան, որ կարողանայինք դրանով պարծենալու ասել, մատնացույց անել, ասել, սրա պատճառով Աստված ինձ ընտրեց։ Իր հավատարմության պատճառով կանչվեցինք նրա որդու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ կենթանի հաղորդակցության։ Ինչպես Պետրոսը կասի, որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ, տվեց մեզ ամեն բան, ինչ որ կյանքի եւ Աստված պաշտության համար մեզ պետք է,
նրան ճանաչելու միջոցով, որովհետև մեզ տրված են ամենամեծ ու պատվական խոստումները, որ դրանց միջոցով մենք հաղորդակից լինենք Աստվածային բնությանը։ Այդ ամենամեծ ու պատվական խոստումները նրա համար չեն, որ մենք մեզ լավ զգանք, որ մեծամտանանք, որ ամբարտավանանանք, որ հպարտանանք ինչ-որ մեկի դեմ, որ պարծենանք ինչ-որ մեկի դեմ։ Ամենամեծ ու պատվական խոստումները մեզ տրված են, որ մենք դրանց միջոցով հաղորդակից լինենք Աստվածային բնությանը։ Նորից եմ ուզում ասել, սիրելիներ, շատերս ենք կամենում, որ Աստված գա այնտեղ, որտեղ մենք ենք, սակայն նա արդեն եկել է, նա եկել է մեր հետևից, նա եկել է, երբ մենք կորած էինք, նա եկել է, երբ մենք թշնամի էինք, նա եկել է, երբ մենք հանցանքների ու մեղքերի մեջ մեռած էինք, նա եկել է մեր հետևից, հիմա մենք պիտի գնանք այնտեղ, որտեղ Աստված է։ Հակոբոս 4:8 կասի, մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Ամեն, մենք բոլորս գիտենք, արձագանքում ենք, մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Եթե լույսի մեջ քայլենք, ինչպես նա է լույսի մեջ, իրար հետ հաղորդակցություն կունենանք, և նրա որդի Հիսուսի այրունը կսրբի մեզ ամեն մեղքից։ Եթե գնանք այն լույսի մեջ, որտեղ Տերն է։ Մենք ուզում ենք, որ նա գա մեր խավարի մեջ, բայց Աստված ուզում է, որ մենք դուրս գանք մեր խավարից և գնանք իր լույսի մեջ, որտեղ ինքն է, և այդ ժամանակ մենք կունենանք մի գերբնական հաղորդակցություն, մի աննկարագրելի փոխհարաբերություն, որտեղ նա կօրհնի մեզ, որտեղ մենք կփոխվենք, որտեղ մենք կնմանվենք նրան, որտեղ նրա որդու Հիսուսի այրունը կսրբի մեզ ամեն մեղքից։ Վերջին հատվածն եմ ուզում կարդալ, սիրելիներ, Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 12 խոսքից։ Եվ Հիսուս մտավ Աստծո տաճարը ու այնտեղից դուրս հանեց նրանց, ովքեր տաճարում վաճառում և գնում էին։ Եվ փողփոխողների սեղաններն ու աղավնի վաճառողների աթոռները շուռ տվեց։ Եվ ասաց նրանց, գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների ворջ եք դարձրել այն։ Եվ տաճարի մեջ կույրեր ու կաղեր մոտեցան նրան, ու նա բժշկեց նրանց։ Երբ գլխավոր քահանաներն ու դպիրները տեսան նրա արած հրաշքները եւ մանուկներին, որ տաճարի մեջ աղաղակում էին ու ասում, Օվսաննա Դավթի որդուն, զայրացան։ Եվ ասացին նրան, լսում ես, դրանք ինչ են ասում։ Եվ Հիսուս նրանց ասաց, այո, դուք երբեք չեք կարդացել, թե մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր։ Եվ նրանց թողնելով, գնաց քաղաքից դուրս դեպի Բեթանիա եւ այնտեղ գիշերեց։ Տերը մտավ իր տաճարը, այն տաճարը, որ իր հոր տունն էր, մեկը, որ սեփականության իրավունք ուներ այդ տաճարի վրա, եկել էր, սեփականատերն էր եկել։ Եկել էր եւ մաքրում էր իր տունը, որի համար իրեն հանդիմանում էին, չէին հասկանում, չէին ընդունում, չէին ճանաչում, մեզ ասա ինչ իրավունքով ես անում դա։ Նրանք, ովքեր ապօրինի այդ տան մեջ անում էին ինչ որ ուզում էին, այնինչ եկել էր օրինական սեփականատերը։ Բայց նա եկել էր իր տաճարը, նա եկել էր իր տաճարը մաքրելու, նա եկել էր տաճարում եղողներին բժշկելու, նա եկել էր տաճարում եղողներին ազատագրելու, նորոգելու։ Նա այսօր էլ եկել է իր տաճարը։ Ամեն։ Եվ իր տաճարը մենք ենք։ Մենք ենք իր տաճարը։ Դուք չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք, որ թանկ գնով գնվեցիք։ Ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմիններում եւ ձեր հոգիներում, որոնք Աստծուն են պատկանում։ Նա այսօր էլ իր տաճարի մեջ է։ Եվ եթե մաքրելու կարիք կա, նա պատրաստ է մաքրելու։ Բաց արա տաճարը, բաց արա տաճարի դուռը, բաց արա սրտի դուռը։ Նա եկել է իր տաճարը մաքրելու։ Նա եկել է
տաճարում բժշկություն անելու։ Նա եկել է կույրերին տեսողություն տալու։ Նա եկել է իր տաճարում կաղերին քայլել տալու։ Նա եկել է տաճարը սրբագործելու։ Բայց մի կարևոր բան կա։ Նա չի մնա տաճարում։ Նա չի մնա տաճարում։ Նա կգնա Բեթանիա, որտեղ Բեթանիայում մարդիկ կային, որոնք սպասում էին նրան։ Տաճարում մարդիկ, Բեթանիայում մարդիկ կային, ովքեր սիրում էին նրան։ Մեկի անունը Ղազարոս էր, մեկինը Մարթա, մեկինն էլ Մարիամ։ Նրանք սպասում էին նրան, նրանք սիրում էին նրա ներկայությունը, նրանք սիրում էին նրա հետ հաղորդակցությունը։ Տերն էլ սիրում էր նրանց հետ փոխհարաբերությունը։ Թեկուզ նա տաճարը կմաքրի, բժշկություններ կանի, հրաշքներ կանի, տաճարը իրենն է, իր հորն է պատկանում, բայց նա չի մնա տաճարում, նա կգնա մի տեղ, որտեղ սիրո փոխհարաբերություն կա, որտեղ կան սրտեր, որոնք սպասում են իրեն։ Օրհնյալ լինի Աստված, այսօր մենք իր տան մեջ ենք, թող նա մաքրի իր տաճարը, թող նա բժշկություն բերի տաճարի մեջ, թող նա վերականգնում բերի տաճարի մեջ, բայց երբ որ ես ու դու այստեղից կգնանք, նա այստեղ չի ուզում մնալ, նա ուզում է քեզ հետ գալ քո Բեթանիան, նա ուզում է գալ քո տուն, նա ուզում է գալ քո կյանք, նա ուզում է, որ դու նրան իր քեզ հետ տանես, նա ուզում է քեզ հետ կենթանի հաղորդակցություն ունենալ, նա ուզում է քայլել քեզ հետ, նա ուզում է, որ դու քայլես նրա հետ։ Միքիան կասի 6-րդ գլուխ 8-րդ խոսքում. ով մարդ, նա քեզ հայտնել է, թե ինչ է բարին և ինչ է Տերը պահանջում քեզանից, միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ քայլել քո Աստծո հետ։